Բարև, բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Ամեն օր ուղիղ եթեր եմ անելու, միգուցե օրը մի քանի անգամ, եւ անդրադառնալու եմ տարբեր թեմաների, այդ թվում մեր քաղաքական օրակարգին։ Հիմա խոսեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին տեսաուղերձի մասին, ՔՊ-ականներին եւ մեր ժողովրդին հիշեցնելով անմոռանալին։ Այն ինչ ես հիմա կասեմ, կարծես թե բոլորդ գիտեք, բացի ՔՊ-ից ու Նիկոլ Փաշինյանից, եւ տեղին եմ համարում ՔՊ-ականներին ասել. ժողովուրդ ջան, եւ ոչ միայն ՔՊ-ականներին, ընդհանրապես, ժողովուրդ ջան, ուրեմն անպատասխանատվության ժողովրդական նկարագրություն կա, անպատասխանատվության որոշակի աստիճանի ժողովրդական նկարագրություն կա, ասում են ծախե խմելա։ Այսինքն ենթադրենք պահեստապետ, գնում են տեսնում են պահեստը չկա, ասում են ծախել խմելա, կամ վառ օրինակ ՔՊ-ական մեր վեդի գլխավոր բժիշկը, ասենք, կրվել է հիվանդանոցի բյուջեն։ Ծախել խմելը տենց վատ կառավարչի, վատ պատասխանատուի անպատասխանատվության նկարագիր է, խորհրդանիշ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը 4000 հայորդու զինվորականի արունը ծախել խմելա։ 4000 հայորդու արունը ծախել խմելա այդ մարդը։ Բայց հիմա խաղաղությունից ու պատերազմից է խոսում։ Խաղաղության կուսակցությունից ու պատերազմի կուսակցությունից է խոսում։ Ես ուզում եմ հիշեցնել էլի այդ պերաշկի խեղտողներին։ Նախ արդեն պարզ է դարձել, որ եղել է 2019 թվականի բանակցային փաթեթ, որով պետք էին գրավված կամ ազատագրված շրջանները վերադարձվեին։ Ու պատասխանատվություն պիտի դրա համար կրեր գործող իշխանությունը, կամ հրաժարական տար, կամ պատասխանատվություն պիտի կրեր։ Այո, պիտակելու էին որպես դավաճան։ Այո, դրանից հետո, այսպես ասած, քացով տալու էին քամակին շպրտեին վարչապետության պաշտոնից։ Բայց միթե մի ամբողջ ազգի ողնաշարը ավելի թանկ չէր։ Միթե մի ամբողջ ժողովրդի ողնաշար կոտրելը ավելի թեթև բան էր, քան ինչպես Նիկոլ Փաշինյանն ասել, դավաճանի պիտակ ստանալը։ Զանգեզուրի միջանցել Ղարաբաղյան հարցի հետ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք չենք շարունակում Արցախյան շարժումը։ Գլխիդ կպնի Արցախյան շարժումը։ Էդ ով է շարունակում, որ դու էլ չես շարունակում։ Բա անխոչնդոտ անցում մեղրիով։ Ով է ստորագրել տվել։ Անաղոհած պերաշկի խեղտող։ Անխոչնդոտ անցումը Ղարաբաղյան շարժման հետ ի՞նչ կապ ունի։ Դու ես չէ տվել։ Դու ես տվել ու հենց հիմա արդեն այսպես ասած հռչակագրի մակարդակում ստորագրած է։ Դա ի՞նչ կապ ունի Արցախյան շարժման հետ։ Դա ի՞նչ կապ ունի պատերազմի եւ խաղաղության հետ։ Պատերազմի եւ խաղաղության մասին Լևոն Տեր-Պետրոսյանն է գրել 97 թվին, եթե չեմ սխալվում։ Ավելին, երբ որ դու եկել ես իշխանության, հարգելի ՔՊ, երբ որ գազելներից, մարշրուտներից հանգարցակի իջաք ու նստեցիք падավատ, այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեզ դիմել է փաստաթղթային փաթեթով եւ հուշել է, խելք է խրատե, որ նվազագույն կորուստերով այս հարցից դուրս գալու ճանապարհը հետևյալն է։ Անհրաժեշտ են որոշակի զիջումներ։ Դուք ինչ եք արել։ Դուք ընտրել եք պատերազմը։
Ձեզ ասել է Օնիկ Կարապետյանը, այդ թվում թղթավորված, զեկուցել է, որ բանակնի վիճակի չի պատերազմի, դուք ինչ եք արել, գնացել եք պատերազմի։ Օնիկ Կարապետյանը, գլխավոր շտաբի պետ, ձեզ ասել է, որ 4 օրից ավել բանակնի վիճակի չի դիմադրել, դրանից հետո սկսելու է նահանջը։ Բանակը դիմադրել է 7 օր։ Գրեթե կրկնակի ավելին, քան գլխավոր շտաբի պետը ձեզ զեկուցել է։ Դուք ինչ եք արել։ Դուք կանգնեցրել եք պատերազմը։ Դուք համաձայնվել եք այն զիջումներին, որ ձեզանից պահանջում էին պատերազմը կանգնեցնելու համար։ Ոչ, դուք չեք համաձայնվել։ Դուք հրաժարվել եք պատերազմ, այսինքն պատերազմի կուսակցությունը դուք եք։ Ձեզնից լավ պատերազմի կուսակցություն, ձեզնից ապականված պատերազմի կուսակցություն գոյություն չունի։ Օնիկն ասել է 4 օր, ուզում եք անվտանգության խորհրդի նիստից դրվագ պատմեմ։ Պատմեմ այդ դրվագը։ Երազիս եմ տեսել, սա որ վաղը գաք, ԱԱՑ-ով, բանով հարցնեք քեզ այս ինֆորմացիան որտեղից, ասեմ որտեղից, երազից տեսել եմ, պայծառատեսություն եմ ունեցել։ Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերն են, անվտանգության խորհրդի նիստա, վեր են ընկած Նիկոլն ու Նիկոլենք։ Պատերազմից ռազմաճակատից լուրեր են գալիս, որ դիմադրում ենք, կարողանում ենք դիմադրել։ Արյան գնով, մեծ արյան գնով, մեծ սխրանքների գնով դիմադրում ենք։ Սրանց Օնիկն ասում է խելքի եկեք, սրանք հրճվում են։ Էս ինչ ուժեղ եք, տես ինչ ենք անում։ Օնիկն ասում է խելքի եկեք։ Էսի թվացյալ հաջողություն է, էսի չի կարա տևական շարունակվի։ Սրանք մի բան էլ ֆռում Օնիկին ասում են, յանի դու քո գործից լավ չես հասկանում։ Դու ասում ես 4 օր էլ չենք դիմանա, այնա։ Չգիտեմ քանի օր անցել է, հələ դիմանում ենք, հələ կռվում ենք։ Հա։ Այս կարգի բան չի եղել, ես երազիս եմ տեսել։ Այս կարգի բան չի եղել։ Օնիկի զեկույցներին չեք քուանշե։ Հիմա էլ պատերազմի խաղաղության կուսակցություն եք խոսում։ Պարոն վարչապետ, երբ որ դուք գոռում եք Արցախը, Հայաստանը եւ վերջ, ես շարքային քաղաքացի լայվով ասել եմ, Արցախը Հայաստան է, բայց ոչ Հայաստանի Հանրապետություն։ Երբ որ դուք անկախության հռչակագիրը երևի չէիք էլ կարդացել, բայց արդեն վարչապետ եք։ Ես ասում եմ, որ անկախության հռչակագիրը ունի մեծ կոնֆլիկտ իր ներսում։ 3 ուժերի միաժամանակ կոնֆլիկտ հայտարարելով Ռուսաստանին, որտեղ անկախանում ես Ռուսաստանից, Թուրքիային, որովհետև ցեղասպանության հարց է հիշատակում եւ վերհանում, եւ Ադրբեջանին, որովհետև Ղարաբաղյան հարց կա այնտեղ ընդգծված։ Ես ինքս բազմաթիվ անգամ վերլուծել եմ այդ փաստաթուղթը, միջև դուք դա կկարդայիք, խելքի կգայիք, կջոգեիք։ Հիմա ասում եք, բացի մեզանից ոչ ոք չի ասել սահմանադրության մեջ, որ անկախության հռչակագիրը չի նշվելու։ Նախ արդեն իսկ սահմանադրության նախագիծը հիմնադիր կետեյեմում դրված է, երկրորդ։ Մենք մեր նախաբանը, մեր վարկածը, մեր ընկերներով գրել էինք, որտեղ հղում էինք անում հայ ազգի ձևավորմանը, ոչ թե անկախության հռչակագրին։ Հայ ազգի ձևավորմանը, օրինակ, ասում էինք, որ սկսում է այսպես նախաբանը, որտեղ անկախության հռչակագիր է գրած։ Մենք էլի չէինք տալի անկախության հռչակագրի հիշատակում։ Ասում ենք, մենք հայ աղեղնավորից սերող կյանքի եւ մշակույթի ժառանգներս եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն մեր սկիզբը դնում էինք ոչ թե անկախության հռչակագրով, այլ դնում էինք հայ աղեղնավորից սերող կյանքով եւ մշակույթով։ Հետո ասեց, որտեղ դուք բացառիկ եք անկախության հռչակագրի հարցում, հիմի էլ բանա։ Միայն դուք եք, որ միայն ձեր կուսակցությունն է։ Ձեր կուսակցությունը այդքան ինտելեկտ չունի, որպեսզի կարողանա գոնե, հա, մեր հետ զուգահեռ գաղափարներ ու մտքեր գեներացնի։ Դուք այն ամբողջ մտքերը, որ մենք այլոք
գեներացնում, ներկայացնում են, դրանից ամիսներ անց ձեր մենաշնորած հեռուստաընկերություններով եւ ձեր կողմից ֆիլտրվող հյուրերով սկսում եք ձեր հիմար ու այլասերված թեզերը, այսինքն այն գաղափարները, որ մենք գեներացնում ենք, դա աղավաղելով, այլասերելով ներկայացնում եք իբրև ձեր հեղինակ, այ գրագողներ։ Պատերազմի եւ խաղաղության դիլեման առաջակաշել Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ձեզ էլ ասել է, որ գնացեք համապատասխան զիջումների, մի կործանեք ջահելությանը ժողովրդին, բայց ոչ ձեր առաջ խնդիր էր դրած, կործանել բանակը, կոտրել ժողովրդի ողնաշարը, տեղահանել եւ հայաթափել Արցախը։ Միգուցե դուք եկան չեք էլ հասկանում, բայց ձեր շեֆերը, ով ձեզ տիրություն էին անում ու հովանավորում էին, այդ էին պլանավորել։ Բայց եթե Արցախի հետ գործ չունեիք, երբ որ արցախցիները Արցախում էին, այդ ժամանակ ասեիք մենք ինչ գործ ունենք Արցախի հետ։ Մենք Ղարաբաղյան շարժման հետ գործ չունենք։ Հայտարարեիք Արցախցին էլ որոշել իր հարցը ոնց է լուծում։ Իր գլխի ճարը ոնց է տեսնում Ալիևի հետ բանակցելով կամ բա ինչ էիք այդ ժամանակ Հադրութ ու Շուշի հələ ազատագրում։ Նախընտրական քարոզում նշում որ դուք դեռ Հադրութ ու Շուշի եք ազատագրելու։ Դա արդեն պարտությունից պատերազմից հետո։ Բա ասեիք այն ժամանակ ասեիք, երբ որ հայությունը Արցախում էր։ Չէ, սպասեցիք մինչև վերջի հայը կդատարկվի Արցախից։ Հետո նոր կասեք, որ Հայաստանը ռեսուրս չունի սպասարկելու արցախահայության իրավունքները։ Դե դուք տենց էլ չեք ասա, դա մեր խոսքն է, իմ խոսքն է։ Էլի կարևոր դիտարկումներ։ 4000 հայորդու արունը ծախած, խմած, պերաշկի գզողի խոսքին։ Էլի մի քանի մեկնաբանություն։ Պատերազմի ընթացքում եղել են միջնորդություններ, որ պետքա պատերազմը դադարեցվի։ Արթուրը Համբարձումյան մանրամասն այդ հարցերին անդրադարձել է, գյումրեցի։ Կարող եք իր ուղիղ եթերներում նայել կամ իրան հարցը ուղղեք, ինքը ինձանից հազարապատիկ ավելի մանրամասը կներկայացնի ինչը ոնց։ Այն որ Գյանջային, Կիրովաբադին, Գանձակին հրթիռային հարված եղավ մեր կողմից։ Այդ որորներ։ Այդ կարող է այն, որ արդեն Ռուսաստանը միջնորդել էր եւ հրադադար էր հաստատում։ Այն որ Շուշիում պետք է վերադառնային ադրբեջանցիներ, բայց Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ ու դուք ոչ ասեցիք։ Այդ որորներ, այ մարդ, դուք տարել երգիրը, պարկացրել եք պատերազմի տակ, կոտորել, ավերել, ողնաշարը ջարդել, հիմա եկել եք խաղաղությունից եք խոսում։ Թե իբր թե կա պատերազմի կուսակցություն, դուք էլ ձեր արևին խաղաղության կուսակցությունից եք։ Հիմա դառնան պատերազմի կուսակցությանը, գամ 21 թվականից։ Քոչարյանի վրա բան չկար, թեմա չկար, ձերբակալելու բան, այդքան տարի իշխանավարել էր, ոչ մի գործ չգտակ, մի հատ անիմաստ գործ գտակ, որով ինքը այսպես անարդարացվեց, որովհետև չէի կարող դու նախագահին, ես հիմա ով չգիտի ասեմ, էլի Հայաստանի սահմանադրությամբ նախագահը իր պաշտոնից բխող գործողությունների համար չի կարա քրեական պատասխանատվության ենթարկվի։ Դա այն ժամանակվա սահմանադրությամբ։ Հետևաբար ոչ ոք չէր կարող Քոչարյանին դատել իր պաշտոնավարման օրոք տված հրամանների համար։ Քոչարյանին կարող էին դատել ընտրակաշառք, ընտրակեղծիք, քվեարկություններում խախտումներ, անձնական շահերի համար, չգիտեմ, կաշ բանը, հովանավորչություն, այս կամ այն բիզնեսների վրա ազդել կամ բիզնեսներ յուրացնել, այս տեսակ հարցերով կարային Քոչարյանին դատեին։ Բայց գնացին ընտրեցին մի հոդված, որով հնարավոր չի, սահմանադրական մակարդակով հնարավոր չի Քոչարյանին դատել։ Այդ ովքեր արեցին Նիկոլի իրավաբանները։ Ինչի համար արեցին տենց, բա իրանց պետք էր Քոչարյանը։ Քոչարյանին ուրիշ մեղադրանք, էական լուրջ մեղադրանք, այդպես է չներկայացրեցին։ Ներկայացնելուց դատերը այնքան են ձգվում, որ գաղաղեղության ժամկետն անցնում է։ Ոստեղ հարց է առաջանում. ով բերեց Քոչարյանին, սարքեց թիվ 1 ընդդիմություն, այ պերաշկի խուզող։ Տատս։ Ով բերեց։ Դուք բերեցիք։ Դուք եք բերել Քոչարյանին կարգե թիվ 1 ընդդիմություն, որ 21 թվականին ընտրվեք ու ընտրվեցիք։ Հիմա էլի հերթական
ընտրություններն են մոտենում։ Սամվել Կարապետյանին ով բերեց կարգես թիվ 1 ընդդիմություն։ Պապս։ Էլի դուք։ Մի ստից բարի վրա տարակ կալանավորեցիք, սարքեցիք քաղ հալածյալ, հեղինակություն բարձրացրեցիք, լուրերով գիշեր-ցերեկ դրանից էին խոսում, ասենց ամիսներ շարունակ եկավ, հիմա էլ դարել է Սամվել Կարապետյանը թիվ 1 ընդդիմություն։ Պատկերացնում ես, էլ Քոչարյանը չէր աշխատում, փչացել էր, լավ չէր աշխատում, էլ ժողովրդին այդ նույն կուտը տալ չէր լինի, այս հատկապես ախմախ զանգվածներին պետք էր բան անել, մի հատ նոր ֆոկուս ցուցադրել։ Ծառուկյանը այնքան հիմար չի, որ մտնի այդ խաղերի մեջ, թեև ոնց հասկանում եմ մտնելու է, բայց կարծում եմ ստիպված ճարահատ, մարդ չկար, չգիտեիք ում բերեիք։ Համել Ծառուկյանին ժողովուրդը քիչ թե շատ որոշակի համակրանք ունի եւ որոշակի չափով միշտ էլ ունեցել է։ Մի որոշակի զանգված Ծառուկյանին այդքան թունոտ չի վերաբերվում, ինչպես վերաբերվում է, ասենք, Քոչարյանին։ Հիմա բերել եք Սամվել Կարապետյանին, դուք եք կարգի այ մարդ, դուք եք նրանց հարցազրույցների կանչե, դուք եք նրանց լսարան տրամադրե, դուք եք արգելափակում իմպեսների եթերը լայն հանրության շրջանում, դուք, ավելի փիս բանել կարամ ասեմ, դուք եք ռիպորտ անում, դուք եք ձեր ֆեյքերի ֆաբրիկայով ամեն տեսակ հայոյանքով վարկաբեկում, այդ սաղ դուք եք անում, մտամ թե խաղաղության, իրականում ավանտյուրայի կուսակցություն, ավանտյուրայի, պատերազմն ու խաղաղությունը ոչ ոք ընես չի սպեկուլացրել ոնց որ դուք ինչ կապ ունեք խաղաղության հետ, դուք կապ ունեք միայն պատերազմի հետ եւ այդ պատերազմի հետևանքը հանդիսացող կապիտուլյացիայի հետ, հանձնման հետ, պարտվելու եւ անձնատուր լինելու հետ, դուք ուրիշ բանի հետ կապ չունեք։ Խաղաղությունը, այն Լևոն Տեր-Պետրոսյանը, որ վախտին ասում էր, քանի ուժեղ ենք, գնանք խաղաղության, քանի բանակը կայացած է, գնանք խաղաղության, այդ էր խաղաղությունը։ Խաղաղությունից դուք կխոսայիք, եթե 20 թվականի պատերազմը այս ժողովրդի գլխին ձեր հիմար կառավարմամբ չբերեիք։ Սա իհարկե արտաքին խաղացողներին եւ Ալիևին չի ազատում պատասխանատվությունից, բայց դուք էլ պատասխանատվության ձեր բաժինն ունեք։ Դուք էլ ձեր բաժինն ունեք։ 4000 երեխու արունը ծախած խմած անբարոյականներ։ Դուք եք խոսում խաղաղությունից։ Ղարաբաղյան շարժում, ինչ Ղարաբաղյան շարժում, ուրա Ղարաբաղյան շարժում։ Հələ գնա Ղարաբաղցուն ասած ես համաձայնա, որ վերադառնա Արցախ։ Հələ գնա հարցրու։ Հələ հարցրու տես մարդիկ կգնան Ղարաբաղյան շարժում։ Բավոր Ղարաբաղյան շարժումի հետ գործ չունեք, թողեք մարդիկ իրանց երգիր իրանց ուզած ձևով որոշեին ինչ են անում։ Հայտարարեիք, ասեիք մենք կապ չունենք։ Բա Ղարաբաղում խի եք իշխանություն պահում։ Մի հատ էլ ասում է արցախցիների, եսի շատ կարևոր է, ուշադիր։ Ասում է արցախցիների վերադարձի իրավունքից որ խոսում եք, յանի դա վտանգավոր է։ Ադրբեջանն էլ ընդեղ ասում է ունի փախստականներ։ Ուրեմն ուշադիր։ Ոչ մի Հայաստանի ղեկավար, ոչ մեկ ով ուզում է լինի։ Չի կարա որոշի արցախցին վերադառնումա, թե չի կարա արգելի արցախցուն վերադառնալ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ում շունն են, ովքեր էլ լինեն այդ իշխանություն, ում շունն են, որ արցախցու փոխարեն որոշեն, ինքը ուզում է վերադառնա, թե չի ուզում վերադառնա։ Դուք ով եք տենց հարց որոշեք։ Ինչ եք անելու, գլաչին փագելու եք, ասել եք չենք թողում գնան։ Եթե արցախցին որոշեց վերադառնա, ապա վերադառնալու է։ Անվտանգային երաշխիքներ եթե գտավ արցախցին, ուրեմն վերադառնալու է։ Այդ երաշխիքները Հայաստանը չի կարում տա։ Արցախցին ազատա որոշի թե որտեղ կարա գտնի այդ երաշխիքները։ Դուք չեք որոշում արցախցին վերադառնա թե չէ, այդ մենակ արցախցին է որոշում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի փախստականներին, այ քո այս ապաշնոր կառավարման արդյունքում ու քո եվրոպամետ ախմախների ուրեմն քաղաքական
պատահասության արդյունքում միգուցե մի օր այդ փախստականները իրոք փաստացի գան ու մնան։ Դա ինչ կապ ունի, ես մի հատ հաղորդում կսարքեմ, որ մեր ժողովուրդն իմանա, որ Եվրամիության կազմում, Եվրամիության կանոններով դու ուղղակի չես կարա չթողես, որ ադրբեջանցիները փախստական կոչվող գան ու հաստատվեն Հայաստանում։ Եվրամիության ներքին կանոններով դու դա չես էլ կարողանես։ Այսօր Եվրամիության երկրները չեն կարող նույնիսկ արգելեն օտար երկրներից փախստականները դեպի Եվրոպա։ Պատկերացնում եք, ըստ Եվրամիության օրենքների, նույնիսկ օտար երկրներից Հնդկաստանից, Պակիստանից, որ եկան Հայաստան 100,000-ով, Հայաստանը չի կարող այդ մարդկանց հենց այնց ասի գնացեք ստեղից։ Այդ Եվրամիության օրենքներն են։ Իսկ եթե այդ մարդիկ եկան ու պարզվեց, որ դրանք ասում են մենք բնիկ այստեղից սովետական տարիների փախստական դարձած ժողովուրդ ենք, այդ դեպքում Հայաստանն ու հայ ժողովուրդը իրեք մատի կոմբինացիա են ստանալու հենց Եվրամիության կողմից։ Ես այդ օրենքները, փաստաթղթերը ձեզ կներկայացնեմ, կարծում եմ ժամանակն է ցույց տալու մեր եվրոպամետների տգիտության, քաղաքական անհեռատեսության աստիճանը։ Այսօր Եվրոդատարանը եթե մի հատ որոշում կայացրեց, դու կարաս անես, կարաս չանես ըստ էության, որովհետև քո երկրում բարձրագույն դատական մարմինն է քո դատարանը, քո սահմանադրական կամ քո գերագույն դատարանը, վճռաբեկը։ Բայց երբ որ դու ունդեղ եղար ու Եվրամիությունը որոշում կայացրեց Ալիևի խաթրը առնելու համար, ոնց որ Ալիևը խաթրը առնելու համար Զանգեզուրի միջանցք ստորագրեցին կամ նախաստորագրեցին։ Ահա նույն ձևի մի հատ որոշում են կայացնելու, Հայաստանին ասես ձև չունես, ընկեր, 100,000, 200,000, 300,000, ինչ թիվ որոշեց Եվրադատարանը, պետք է թողես գան մտնեն քո երկիր։ Բա սրա մասին չեք մտածե։ Հա, հիմա փախստական կա Հայաստանից գնացած։ Ես որպես Հայաստանի ղեկավար հետևյալ դիրքորոշումը կհայտնեի։ Փախստական կա, եկեք ով է, 10 ընտանիք բերեք։ Եթե Հայաստանից գնացած փախստական կա, ուրեմն հայաստանցի է։ Էթնիկ ազերի է, քուրդ է, չգիտեմ, կաթոլիկ է, ուղղափառ է, առաքելական է, ինձ մեկ է։ Հայաստանից է, բարով գա։ Այս Հայաստանը, այս Հայաստանի օրենքները, այն հայկական բանակը, այն հայկական կարգը։ Արի շենացրու Հայաստանի Հանրապետությունը։ Թողան 10 ընտանիք թողան, 100 ընտանիք թողան, թողան տենամ ինչ են ասում։ Թողան։ Ինչ ունեմ ես մտածելու այ մարդ։ Ամերիկան ալլամ աշխարից բերում է, ալլամ աշխարից։ Բայց այնպիսի կարգ է հաստատեն ներքին։ Դա էլ է տեխնոլոգիա, էլի, քաղաքական, պետական։ Այնպիսի կարգ է հաստատել, որ միլիոններով գնում են, Ամերիկան որ սկսել է նոր հիմնադրվել, 3-ից 5 միլիոն մարդ են եղել, այսօր 300 միլիոն են։ Ու այդ բոլորն եկած են, դրսից եկած։ Այդ դրանց 99%-ը դրսից գնացած մարդիկ են։ Հնարավոր է տենց ապրել, հնարավոր է։ Բայց դու չես վախենում, որ Ալիևն ով է փախստականի մասին խոսա, Ալիևը չի կարա խոսա։ Փախստականը դա հայաստանցին է ուրեմն։ Թողա Ալիևը թոմտածի Ադրբեջանից փախած հայերի մասին։ Ալիևը եթե փախստականի հարց է բարձրացնում, ապա դա կարա միայն լինի Բաքվից, Կիրովաբադից, չգիտեմ, այդ թվում փախստական դարձած քաղաքացիների մասին։ Այդ իրանք են Ալիևի քաղաքացիները, այսպես ասած։ Այդ նրանք են Ադրբեջանի քաղաքացիները։ Իսկ եթե Հայաստանից փախած փախստական կա, հələ թողա տենան քանի հոգի են։ Թողա հələ ապացուցի, որ ինքը փախստական է։ Թողա ապացուցի, որ փոխհատուցում չի ստացել։ Ինչ ես տենց վախցնում։ Ավելին ասեմ, եթե Նիկոլը եկավ իշխանություն, Նիկոլը եղավ իշխանություն, այդ փախստականները 100,000-ով գալու են։ Ալիև էլի սպառնալու է պատերազմով, այդ ժամանակ ինչ ես ասելու։ Ասելու ես պետք է փախստականները գան 100, 200, 300,000, որովհետև պատերազմ կլինի, այդ ես ասելու։ Իսկ ինչ եք կարծում։ Թուրքիան եւ Ադրբեջանը երբևէ հրաժարվելու են Սյունիքը իրենցով անելու ծրագրից։ Հա? Երբևէ նրանք հրաժարվելու են, իհարկե չեն հրաժարվելու։
Նրանք օրը չէ մի օր դա ուզում են անեն։ Հետևաբար կամ մենք պատրաստվում ենք դրան վակցինացիայով, կոպիտ ասած, ճակերտավոր, կամ մենք, չգիտեմ, առերեսվելու ենք մի օր ու չիմանանք ինչ անենք, ինչպես միշտ, անխելքության հերթական դրսևորումն է մեր ելնելու։ Փախստական կա, ես այդ օրենքներին ահագին ուսումնասիրել եմ, ուրեմն սենց է, ուշադրություն, ժողովուրդ ջան։ Երբ որ ասում ենք Ադրբեջանից փախստական կամ Հայաստանից փախստական, սա կոլեկտիվ իրավունք չի։ Սա մի հոգի, մի ընտանիք առանձին մի իրավունք ունի վերադառնա այնտեղ, որտեղից ինքը փախստական է դառել։ Սա անհատական իրավունք է, կոլեկտիվ իրավունք չի։ Բայց Արցախահայության վերադարձի հարցը դա կոլեկտիվ իրավունքի մասին է խոսքը։ Սա փախստականի մասին չի, որ Ադրբեջանի քաղաքացի էր փախել է եկել է։ Ոչ։ Սա կոլեկտիվ իրավունքի մասին է։ Երբ որ մարդիկ իրանց երկիրը չճանաչված հանրապետությունը կորցրել են եւ ուժի սպառնալիքի տակ տեղահան են եղել։ Սրանք լրիվ տարբեր հարթություններում գոյություն ունեցող իրականություններ են, որոնք ձեռ չի տալի, որ Նիկոլը ջոգի, որտեղ որ ջոգեց հասկանալու է, որ ինքը վաղը պետք է հրաժարական տա։ Նիկոլն էլ որպեսի ժողովրդին կարողանա համոզի, Սամվել Կարապետյան ու նման մարդկանց սարքում է իրանց մշակում, էլի հատուկ։ Սարքում է իրան ընդդիմություն, որ ինքը նրանց ֆոնին հանդես գա որպես խաղաղության ներկայացուցիչ։ Քաղաքացիական պայմանագիր, դուք պատմության մեջ մնալու եք որպես պատերազմի, հիմար պատերազմի, հիմարությունից, անխելքությունից, պոպուլիզմից ու ամբարտավանությունից առաջացած պատերազմի կուսակցություն եւ մի կուսակցություն, որ ծախել ու խմել է սեփական ժողովրդի լավագույն զավակների արունը։ Դուք էդ եք։ Եթե ձեր ավելի ցածր աստիճանի ներկայացուցիչները ծախում խմում են, ասենք, հիվանդանոցի բյուջեն կրվում են, կամ չգիտեմ, փողոցներն են ասֆալտապատում, որը 6 ամիս հետո դառնում է փոսերով ու, չգիտեմ, քանդուքարապեղած մի հատ տարածություն, ապա դուք ոչ թե կազինոյում կրվել եք հիվանդանոցի բյուջեն, դուք կազինոյում կրվել եք աշխարհ քաղաքական կազինոյում կրվել եք Ղարաբաղը ու կրվել եք մեղրիով մեր տարածքների անձեռնմխելիությունը։ Դուք էդ եք կրվե, դուք բանակ եք կրվե, դուք մեր ժողովրդի ողնաշարի ամրությունն եք կրվե աշխարհ քաղաքական կազինոյում։ Ու դուք սենց էլ մնալու եք պատմության մեջ մեկ եւ ընդմիշտ։ 8 տարի իշխանավարում եք, ձեզ սերնդափոխով քաղաքական ուժ չձևավորվեց, բացի օլիգարխական եւ նախկիններին ծառայող, բացի պրոռուսական թևերից ի հայտ եկող, 8 տարվա մեջ կարելի է 2 համալսարան ավարտել, 8 տարում կարելի է մի հատ բժշկական ավարտել, արդինատորայով, բանով, ամեն ինչով, 8 տարում կարելի է թերի միշտակարգ, չէ, թերի միշտակարգ կրթություն ստանալ, դպրոց ավարտել, 8-ամյա կրթություն, 8 տարում դուք չկարացաք մի հատ ձեզ փոխարինող քաղաքական թիմ, թույլ տաք, որ աճի, թույլ տաք, որ ձևավորվի։ Ես մենակ չեմ, ինպես ինձանից տաղանդավոր լիքը ջահելություն կա, տղաներ եւ աղջիկներ։ Արա մեզնից մի հատ քաղաքական միավոր չձևավորվեց այս 8 տարում, որ ձեզ էիվա փոխարիներ այս երգիրը որպես հանրային բարիք, ինչպես հարկն է կառավարել։ Բացի ձեր այդ գումարված բյուջե կրվողներից, ուրիշ բան չձևավորվեց այս երկրում։ Փաստացի չէ, մենակ Տաշիրը պետք է Ռուսաստանից գար, Սամվել Կարապետյանը պետք է Ռուսաստանից գար, որ դառնար Հայաստանում քաղաքական սերնդափոխության բան, առաջատար։
Այս ձեր սարքած Հայաստանն է։ Իսկ ավելի ճիշտ ձեր քանդած Հայաստանն է։ Էսի ձեր սարքած մուտիտներն են մեր գլխին։ Խաղաղության կուսակցություն։ Տերևս այսքանը։ Մեջս բանը ծնվեց, հիշվեց մտքումս, երազիմ երգիր հայրենի, հոգսերդ շատ, հույսդ մեծ, քարքարոտ երգիր։ Եվ այսպես դեռ կհանդիպենք հարգելի ժողովուրդ։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն ինձ հետևելու համար։ Միշտ օր հանդիպում։